Նիկոլ Փաշինյանին հաշված օրեր են մնացել, մնաց 15 օր, հետհաշվարկի ժամացույցը միացված է, մնաց 14 օր, 5, 4, հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ, այդպես էլ չհամախմբված, միասնական ճակատ կազմել չկարողացած ընդդիմությունը հայտնվել է զատկից հետո կարմիր ձու ներկողի կարգավիճակում, post factum ազդարարելով ընդդիմադիր դաշտի համախմբման մասին։ Մի պրոցես, որը գրողը տանի ադեկվատ տարրական թվաբանություն, քաղաքական նվազագույն տրամաբանություն ու հոտառություն ունեցող քաղաքական ուժերը հարկավ պետք է անեին զատկից, այս դեպքում ընտրություններից առաջ, որպեսզի կարողանային առավելագույնս կլանել ընդդիմադիր հայացքներ ունեցող էլեկտորատի քվեներն ու նվազագույնի հասցնել ձայների փոշիացումը։ Մեր երկրում սակայն, որտեղ պետական գրանցում ունի 130-ին մոտ քաղաքական կուսակցություն, որոնց ղեկավարները երևի չնչին բացառությամբ իրենց երևակայում են որպես պոտենցիալ վարչապետացու, նվազագույնը պետական որևէ կառույցի վարչության պետացու, բնականաբար նախընտրական համախմբումը դատապարտվելու էր ձախողման։ Սեփական անառողջ ամբիցիաների ձեռքը կրակն ընկած ու արդեն քանի տարի եռուեպ եկող ռադիկալ ընդդիմությունը, մասնավորապես նախկին նախագահների կողմից ղեկավարվող կամ նրանց կուրացիայի տակ գտնվող, նկատենք, այդպես էլ չկարողացավ հանգցնել իր իսկ ամբիցիաների կրակը, միավորվել, մեկ միասնական ճակատ կազմել, թեև մեկու մեջ լսվում էին գոռում գոչյուններ, երկրում հրդեհ է, պաժար, պետք է միավորվենք և հանգցնենք այն։ Կարկառուն հանրապետականներից մեկն էլ հիշեցնենք, նախքան ընտրությունները դեռ մի ոտ էլ շուտ հորդորում էր ընդդիմադիր դաշտի տղաներին, թե հիմա մեր տունը վառվում է։ Իմ մոտ նենց տպավորություն է, որ մենք այդ շլանգը ձեռներս այդ կրակը ուզում ենք մարենք, հետևից մեր վրա պզացնում են։ Հերիքա տղաներ ջան իրար վրա պզցնենք, ընդդիմության մեր գործընկերներին եմ ասում, ուզում եք իշխանափոխություն, գիտակցում եք, որ իշխանափոխությունն է այդ աղետից պրծնելը, շլանգով իրար վրա հերիք ջուր պահենք ու վարկաբեկենք։ Նախընտրական շրջանում իհարկե ընդդիմադիր դաշտի տղաներին հաջողվեց որոշ ժամանակ time out վերցնել, դադարել իրար վրա ջուր եւ այլազան հեղուկներ շփել ու բոլորն իրենց քաղաքական շլանգները, ներողություն ռետինե խողովակները ուղեցին գլխավոր թիրախին Նիկոլ Փաշինյանին։ Այդ շլանգներն ի դեպ լեցուն էին տարատեսակ ինֆորմացիոն աղբով, ստով, կեղծիքով, հերյուրանքով, ագրեսիայով և այլազան նյութերով։ Նրանց աչքին թվացած պատրանքային պաժարը, սակայն հրշեջների այդ խմբին այդպես էլ հանգցնել չհաջողվեց։ Դե ինչպես է հնարավոր հանգցնել ինչ-որ բան, որը չկա, միրաժ է, ոմանց հիվանդ գլխում արտադրված ցնորք եւ բացի այդ ինչպես է հնարավոր հանգցնել թեկուզ միրաժային հրդեհը, երբ հանգցնելու համար նախատեսված խողովակները խցանված են։ Որոշ հատվածներում էլ ծակ, պաժառնիկներն էլ անգանք ու անգաղափար, ընդհուպ մինչև քոք մաշված, որոշ տեղերում էլ քայքայված ու շարքից դուրս եկած։ Այսուհանդերձ քաղաքական ձախորդ հրշեջների կոնգլոմերատը որոշել է հրդեհի հետմարման, այսպես ասած, հետհրդեհային աշխատանքներ տանել, ձևավորելով հետընտրական կոալիցիա, տոլի կոմիտե, տոլի ոչի շարժման համազգային միասնական ճակատ, տոլի թիկունք, թիակ, կրծքավանդակ։ Էական չէ, կարևորը ոչ թե ձևավորվելիք կոլեկտիվի անունն է, այլ այն գործողությունը, որը նպատակադրվել է իրականացնել հիշյալ կոլեկտիվը։ Իսկ այդ գործողության անունն է ուշադրություն, բողոքի զանգվածային գործողություններ, որոնց նպատակն ակնհայտորեն տեղի ունեցած ընտրությունները ապալեգիտիմացնելն է, ցույց տալը իրենց արտաքին հովանավորներին ու ընտրողներին, թե хотели как лучше, а получилось как всегда։ Թեև մեկ ունցիա ամոթ ու բարոյականություն ունենալու դեպքում ընդդիմադիր կոնգլոմերատը կարող է ռուսաստանցի գործչին վերագրվող այս արտահայտության փոխարեն հղում անել
դասականին խոստովանելով, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր վերստին ու կրկին, մենք սխալվեցինք։ Ընտրողների մեծամասնության կամքը մեր իշխանության գալուն ու պաշտոնավարմանը դեմ է։ Մենք հաշտ ենք այդ կամքի հետ եւ ընդունում ենք այն։ Խաղաղություն, ներդաշնակություն եւ տրամաբանություն մեր երկրին։ Հա, չմոռանանք նշել ամենակարևոր միջանկյալ արարողության մասին։ Ընդդիմադիր մի խումբ ուժեր դիմել են սահմանադրական դատարան եւ վիճարկում են ընտրությունների արդյունքները, պահանջելով չեղյալ հայտարարել դրանք։ Քաղաքական ողջախոհությունն ու պրագմատիզմը սակայն հուշում է, որ սահմանադրական դատարանը կայացնելու է վիճարկողների ակնկալիքները չբավարարող վճիռ ու հետընտրական կոալիցիայի անդամները դրանով պայմանավորված դուրս են գալու փողոց։ 1-2 բողոքի ակցիա են անելու որպես հետընտրական հրդեհաշիջման ակտ։ Այն է Երևանի կենտրոնական փողոցներից մեկը արդեն հայտնի սցենարով փակելու են մի քանի ժամով, գուցե մի քանի օրով։ Այդտեղ հարմարեցված ամբիոնից, ինչպես նկարագրվում էր ընդդիմադիր առաջնորդներից մեկի խոսքում, ինչքան պետք է գորգռալու են, կարևորը ուժեղ սիթի տուրեր են անելու, արանքում սառը թեյ, ձմերուկ, պաղպաղակ են վայելելու ու համարելով, որ կատարել են իրենց հասանելիքը, ցրվելու են տներով։ Ընդ որում, առջևում ամառվա շոգ ամիսն է, հուլիսը, ամիս, որը արձակուրդ մեկնելու, արտերկրի ծովափներում ընտրապայքարից հոգնած մարմիններն արևին տալու, լիցքաթափվելու սեզոնն է։ Հետո կգա մանդատները ԿԸՀ-ի կողմից ստանալու արարողությունը, դե իսկ օգոստոսի 2-ին էլ տեղի կունենա նորընտիր ազգային ժողովի անդրանիկ նիստը։ Սա նշանակում է ընդդիմությունը մոտավորապես մի 20 օր ժամանակ ունի որոշում կայացնելու ինչ է անում, ոնց է անում է թե չի անում եւ ամենակարևորը հանուն ինչի է անում, ինչ հետևանք կունենա իրենց կողմից անելիքը։ Անելու հետ կապված նրանց որոշումը ոնց գցում բռնում ենք լինելու է թանկագին մանդատները վերցնելն ու ազգային ժողով գնալը, շարունակելու 2021 թվականից սկսված ուլտրա անդիմադիր աշխատանքի ցիկլը։ Այն է թունդ անդիմադիր ելույթներ ունենալ, Ալիևի ու Էրդողանի անունները հնարավորինս շատ հոլովել, վարչապետ Նիկոլ Փաշինյանին ստիպել իրենց հարցերին պատասխանել կրքոտ ռետորի ոճով, անդիմադիր գործունեությունն այսպիսով համարելով փառքով պսակված։ Իդեպ առաջիկայում հուլիսի 12-ին վարդավառն է։ Ընդդիմության սիրտը, եթե համախմբվել փողոց դուրս գալ է ուզում, ապա կարող են համախմբվել ու նախընտրական շրջանում իշխանության վրա պահած շլանգով, ռետին է խողովակը նկատի ունենք, իրար վրա ջուր պզացնել, հանգցնելով իրենց դրսի հրդեհը։ Կամ էլ կարող են համախմբվել ու մեկնել Սևանալիճ, թիկնալլողի, բատերֆլայի, կրոլի եւ այլ լողատեսակների հաղթարշավ կամ ավելի ճիշտ մրցաշար կազմակերպելով։ Այսպիսով համ կմարզեն իրենց մարմինը պատրաստելով առաջիկա նստաշրջանի բոյերին, համ էլ կզարգացնեն մարզային տուրիզմը, գոնե մի օգուտ տալով երկրին ու պետությանը։ Չնայած համոզված ենք, որ մեր առաջարկին հաստատ առարկողներ կլինեն, թե մի հալալ ձուկ էինք ուտում, գնալու են էտել հարամ են։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար